Իսպանիայի արտգործնախարարությունը Մադրիդում կանչել է Ռուսաստանում իր դեսպան Յուրի Կլիմենկոին Մոսկվայի վերջին կոշտ հայտարարություններից հետո։ Իսպանական կողմի դժգոհության պատճառներից մեկը եղել են Ռուսաստանի սպառնալիքները Կիևի ռազմական օբյեկտների եւ որոշումների ընդունման կենտրոնների դեմ հնարավոր զանգվածային հարվածների վերաբերյալ։ Ռուսական կողմը նաեւ օտարերկրյա քաղաքացիներին եւ դիվանագիտական առաքելություններին կոչ էր արել անհապաղ լքել Կիևը։ Լիբանանցի ֆերմերները հայտարարել են Իսրայելի բանակը հարավային Լիբանանում գյուղացիների դեմ կրկին օգտագործել է սպիտակ ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք։ Հարավային Լիբանանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Մոհամեդ Հուսեյնիի խոսքով հարվածների հետևանքով զոհվել են բազմաթիվ ֆերմերներ, այդ թվում Լիբանանի, Սիրիայի եւ Պաղեստինի քաղաքացիներ։ Նրա պնդմամբ սպիտակ ֆոսֆորի ինտենսիվ կիրառումը ոչնչացրել է գյուղատնտեսական հողեր եւ ամբողջությամբ այրել բերքը։ Նա նշել է, այդ նյութը վնասում է ոչ միայն ընթացիկ սեզոնի բերքը, այլև ապակա գյուղատնտեսական արտադրությունը, ջուրը, հողը, անասուններն ու մեղվաբուծությունը։ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ եվրոպական բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատել Ուկրաինայի մայրաքաղաքում։ Նրա խոսքով բոլոր եվրոպացիները մնացել են, ԱՄՆ-ն հեռացել է։ Հայտարարությունը հնչել է Կիպրոսում Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ Այս քայլը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Կիևի դեմ հնարավոր զանգվածային հարվածների սպառնալիքների ֆոնին։ Զելենսկին հրատապնամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացնելով Ուկրաինայի հակաօդային եւ հակաբալիստիկ պաշտպանության համակարգերի վտանգավոր պակասի մասին։ Կիևը հատկապես մտահոգված է Պատրիոտ, ՊԱԿ-3 որսացող հրթիռների եւ արևմտյան համակարգերի սահմանափակ պաշարներով։ Ուկրաինացի պաշտոնյաները նշում են, ռուսական զանգվածային հարվածների պայմաններում գործող համակարգերը կարող են չբավարարել երկրի պաշտպանությունը։ Զելենսկին նամակում ընդգծել է, որ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ ապավինում է ԱՄՆ-ին բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու հարցում։ Ուկրաինական կողմը նաև դժգոհել է PURL ծրագրով ամերիկյան սպառազինությունների մատակարարումների դանդաղ տեմպերից եւ կոչ արել Վաշինգտոնին շարունակել աջակցությունը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր վերաուղղորդվել է արդեն 109 առևտրային նավ։ Գործողությունը սկսվել է ապրիլի 13-ին եւ ուղղված է Իրանի նավահանգիստների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։ Ամերիկյան կողմը հայտարարել է, նպատակ ունի արգելափակել այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են Իրանի նավահանգիստներ կամ փորձում են հեռանալ այնտեղից։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լկորնյուն հայտարարել է, Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում եւ խոսակցությունները էմբարգոյի մասին իրականությանը չեն համապատասխանում։ Նրա խոսքով, հենց Իսրայելը նախընտրել չգնել ֆրանսիական սպառազինություն։ Լկորնյուն կոչ է արել դադարեցնել էմբարգոյի մասին շահարկումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը ցանկանում է գործար կնքել Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով Թեհրանը բանակցում է իր հնարավորությունների սահմաններում, սակայն դեռևս համաձայնության հասնել չի հաջողվել։ Թրամփը նշել է, եթե համաձայնություն ձեռք չբերվի, ԱՄՆ-ն կարող է գնալ մինչև վերջ։ Միաժամանակ նա չի բացառել, որ բանակցությունները կարող են ավարտվել հաջողությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հունիսի վերջին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրք առաջնորդը ցանկանում է մասնակցել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև նախատեսված ֆուտբոլային հանդիպմանը Կալիֆոռնիայում։ Նույն ժամանակահատվածում նա նաեւ ցանկանում է հանդիպում կազմակերպել Թրամփի հետ։ Հանդիպման հստակ վայրը եւ ժամը դեռևս որոշված չեն։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում սահմանափակումները պետք է տարածվեն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի զինված ուժերի վրա։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը պահանջում է ռազմական սահմանափակումներ Կիևից, ապա նույն պահանջները պետք է ներկայացվեն նաև Մոսկվային։ Կալասը նաև հայտարարել է, ԵՄ պահանջելու է ռուսական զորքերի դուրսբերում Մոլդովայից եւ Վրաստանի տարածքներից։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, հարված է հասել ամերիկյան ավիաբազային, որտեղից իրականացվել էին նախորդ հարձակումները Իրանի տարածքի վրա։ Ըստ հաղորդագրության Իրանը պատասխանել է Բենդեր Աբասի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտի վրա ամերիկյան հարձակմանը։ Այսօր մայիսի 28-ին Հանրապետության օրն է։ Հանրապետության հրապարակում շքերթ է տեղի ունեցել։ Ներկայացվել է ռազմատեխնիկան զինվորականների նոր համազգեստը եւ զինված ուժերի նոր զինանշանը։ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է ժողովրդին։ Զորահանդեսին իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի արտադրության սպառազինություն եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք Հայաստանի Հանրապետությունն ունի 2022 թվականից սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 միլիարդ դրամի ներդրումների արդյունքում։ Հանրապետության հրապարակում նաև հրետանային համազարկ է հնչել ի հիշատակ նահատակների։
Մենք հույսներս չենք դնի մեկ դաշնակցի վրա, մենք կունենանք մեր սեփական գազը։ Մայիսի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանն այսուհետ ոչ մի դեպքում առանց այլ ընտրանքի չի մնա, քանի որ դեռ Հայաստանը կարող է լինել ԼԱՏՄ անդամ եւ շարունակել բարեփոխումները եվրոպական չափանիշներով։ Մենք կգնանք այդ ճանապարհով, հենց գա ընտրություն կատարելու ժամանակը Հայաստանի ժողովուրդը կկատարի այդ ընտրությունը։ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԼԱՏՄ-ից, այլև ես միակ պաշտոնյան եմ, ով միաժամանակ միության երկու ղեկավար մարմինների կազմում է։ Ես պատրաստվում եմ եւ կօգտագործեմ այս լծակները, որպեսզի Լուկաշենկոն չկարողանա ԼԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ավելացրել է հնչող բոլոր հայտարարությունները դատարկ են, նրանք ովքեր հանդես են գալիս նման հայտարարություններով չեն հասկանում, որ իրենք փորում են ԼԱՏՄ-ի գերեզմանը։ Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանի Սիրանի ներմուծումը իրականությանը չի համապատասխանում, այս մասին հայտարարել է Հայաստանի սննդամթերքյան վտանգության տեսչական մարմինը։ Նման որոշումները կայացվում են միայն երկրի լիազոր մարմինների կողմից եւ անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցներին։ Տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնից անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը սննդամթերքյան վտանգության տեսչական մարմինը որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել, նշված է հաղորդագրության մեջ։ Մայիսի 28-ին ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բն իր վարած Opel Magnish ավտոմեքենայով Երևան աշտարակ ավտոճանապարհի Պրոշյան բնակավայրի վարչական տարածքում CPS բենզալցակայանի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել եզրաքարին եւ բռնկվել։ Նախնական տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ ԼԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրամադրվել են փաթեթային սկզբունքով, եթե ուզում են ինչպես ԵՄ-ում, ապա գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ-ում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով հայկական լրատվամիջոցները մշտապես քննարկում են Երևանի ԵՄ չափորոշիչներին անցնելու թեման եւ ակնհայտ է, որ այնտեղ որոշակի աշխատանք է տարվում։ Արարատ Արմենիա ֆուտբոլի թիմն իր պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն 27 խաղերում թիմը վաստակել է 60 միավոր, 4 միավոր առաջ անցնելով նախորդ տարվա հաղթողից Նոայից, երրորդ տեղում Փյունիկն է 55 միավորով։ Ռուսական գազի արտոնյալ գինն օգնություն է Հայաստանի ժողովրդին, Ռուսաստանի հաշվին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իհարկե արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չի, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է, այս երկիրը միշտ եղել է եւ կմնա եղբայրական։ Բայց սա մեր հաշվին է, մենք պետք է իրերը իրենց անուններով կոչենք, սա մեր օգնությունն է հայերին, ասել է Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է Գազպրոմին։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը չի բացառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունների չեղարկումը։ Նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ներկայիս արտոնությունները Ռուսաստանում առանց գրանցման երկարաժամկետ մնալու եւ բարձրացված պայմաններով աշխատանքի հնարավորությունը ուղղակիորեն կապված են Հայաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակի հետ։ Արցախի ազգային ժողովը հայտարարությամբ է հանդես եկել։ Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագրեսիայի եւ բռնաճնշման ենթարկված Արցախի պետականությունը եւ նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։ Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում եւ Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին, ասված է հայտարարության մեջ։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի մայիսի 27-ից 28-ին Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Սևանալեջի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ եւ Վեդի գետերի ավազաններում։ Քաղաքացիներին խնդրում են խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց։
Ուկրաինայի իշխանությունները սկսել են պատրաստվել երկարատև պատերազմի սցենարին։ Զելենսկին կառավարությանը հանձնել պատրաստվել եւս 2-3 տարվա մարտական գործողությունների։ Կիևում տարեսկզբին հույս ունեին, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել ժամանակավոր համաձայնության, սակայն բանակցային գործընթացը փակուղի է մտել։ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ընդունել քննարկվող տարբերակներ եւ շարունակում է կենտրոնալ Դոնբասի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու նպատակի վրա։ Արևմտյան եւ ուկրաինական աղբյուրների գնահատման պատերազմի շարունակությունը այժմ շատ ավելի հավանական է, քան արագ դիվանագիտական լուծումը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, Ռուսաստանում հնարավոր նոր մոբիլիզացիան կարող է կապվածնել ՆԱՏՕ-ի երկրների դեմ էսկալացիայի ծրագրի հետ։ Նրա խոսքով, եթե Կրեմլը նոր զանգվածային զորահավաք իրականացի, դա կնշանակի, որ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը չի կարողանում հասնել իր նպատակներին։ Կալասը զգուշացրել է, նման քայլը կարող է դառնալ շատ վտանգավոր պահ ամբողջ Եվրոպայի համար։ Արևմտյան հետախուզական տվյալներով ռուսական բանակը ամսական կորցնում է շուրջ 35,000 զինվոր, ինչը գերազանցում է նոր հավաքագրվողների թվին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալի Բաղերին հայտարարել է, Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմանները կփոխվեն։ Նրա խոսքով նախկին կարգը այլևս չի գործ եւ կսահմանվի լիովին նոր մեխանիզմ։ Հայտարարությունը հնչել է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության ֆորումի շրջանակում։ Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի ամենակարևոր ուղիներից մեկը, որով անցնում է նավթի զգալի մասը։ Իրանի խորհրդանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալայեդին Բորուջերդին հայտարարել է, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա հրադադար։ Ըստ նրա, հրադադարը վերաբերում է նաեւ Լիբանանի եւ մյուս ռազմական ճակատներին։ Նախագծում նախատեսվում է նաեւ Իրանի ծովային շրջափակման դադարեցում եւ արտասահմանում սարսված իրանական ակտիվների բացում։ Իրանական կողմը պնդում է, ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է պաշտպանի Իսլամական Հանրապետության շահերը։ Իսրայելի բանակը հայտարարել է, վերջին 24 ժամում հարվածել է Հեզբոլլահի 150 ռազմական թիրախի։ Հարվածները հասցվել են Լիբանանի հարավային շրջանների եւ Բեքա հովտին։ Իսրայելական կողմը պնդում է, թիրախներն օգտագործում են ռազմական գործունեության համար։ Լարվածությունը Լիբանանի ուղղությամբ շարունակում է աճել Իրանի եւ Իսրայելի միջև լայն տարածաշրջանային հակամարտության ֆոնին։ Հեզբոլլահի կողմից այս հայտարարությանը պաշտոնական արձագանք դեռ չի եղել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը խոստովանել է, անընդհատ մտածում է, արդյոք Իրանի դեմ պատերազմը բարոյապես արդարացված է։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է, պատերազմական որոշումները միշտ առաջացնում են շատ դժվար հարցեր։ Վենսը նախկինում հանդես էր գալիս արտասահմանյան ռազմական գործողությունների դեմ, սակայն աջակցել է Իրանի դեմ գործողություններին։ Նա նաև հայտնել է, հույս ունի Թեհրանը կհամաձայնի հրաժարվել միջուկային զենքի մշակումից։ Միաժամանակ Վենսը կասկած է հայտնել, արդյոք հնարավոր կլինի ստեղծել վերահսկող մեխանիզմ, որը կապահովի համաձայնագրի պահպանումը։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, հույս ունի Ուկրաինայի պատերազմը կավարտվի առաջիկա 10 տարվա ընթացքում։ Նրա խոսքով արդյունքում Ուկրաինան պետք է դառնա անկախ, ազատ եւ ինքնիշխան պետություն։ Մերկելի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Եվրոպայում աճում է երկարատև պատերազմի վերաբերյալ մտահոգությունները։ Արևմտյան քաղաքական շրջանակներում ավելի հաճախ են խոսում տարիներով ձգվող դիմակայության հավանականության մասին։ ՆԱՏՕ-ի առաջին մշտականական զերծման խմբի նավերը ժամանել են Ֆինլանդիայի Հանկո նավահանգիստ։ Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը հայտնել են, նավերը կանգ են առնում համալրման, սպասարկման եւ անձնակազմի հանգստի համար։ Այցը տեղի ունենում այն բանից հետո, երբ Ֆինլանդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին 2023 թվականին։ Ռուսաստանը նախկինում հայտարարել էր, ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով լրացուցիչ զենքեր կտեղակայվի տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նա հայտարարել է, աշխարհի մուսուլմանները պետք է դաստան Նեթանյահուին։ Էրդողանի խոսքով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները ծանր ստվեր են գցում տոնի վրա ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհում։ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել պաղեստինցիներին, նշելով, որ նրանք Իդ ալ-Ադհան անցկացնում են ցավի, տխրության եւ խորը վշտի պայմաններում։ Նա նաեւ կոչ է արել մուսուլմանական երկրներին օգտագործել կրոնական տոները միասնությունն ու համերաշխությունը ուժեղացնելու համար։ Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստը կրկին չի կայացել քվորում չլինելու պատճառով գրանցվել էր ընդամենը 3 падգամավոր։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվելու է մինչև անհրաժեշտ թվով падգամավորների գրանցվել է, սակայն ոչ ավելի քան 4 ժամ։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ավտոբուսում իր պերաշկի կուկուրուզ ուտելու նպատակը։ Նա Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում նշել է. «Մենք ձեզնից մեկն ենք, այս ընտրություններում պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին, կարտոֆիլ ուտողները պետք է ընտրեն կարտոֆիլ ուտողներին», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացնելով քաղաքական տեխնոլոգիան, որը փորձել է կիրառել։
Բոլորին դեմ եմ կուսակցությունը ռադիոտան դիմաց ժողովրդի զահլեն տանելու ակցիա է իրականացրել։ Կուսակցության անդամները բացել են 500 կիլոգրամանոց ժողովրդի զահլայի արձանը։ Մեր քարոզարշավը նպատակ ունի ցույց տալու իրական քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում ինչպես են տեղի ունենում։ Մեր կատարածի մեջ չկա կատակ, այն կատարելապես լուրջ է, հայտարարել են նրանք։ Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը, բնակչությանը խնդրելով ընդունելի գիտություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մերի Ալավերդյանի երդման արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում իրականացված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ՋԿ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի, ինչպես նաեւ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով 16.98 գրամ քաշով APVP տեսակի եւ 13 կիլոգրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, շուրջ 700,000 $, արժեքով ձեռք բերելու եւ տարբեր վայրերում պահելու դեպքերի հանգամանքները վերջինից նկատման որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը եւս մեկ մրցաշրջան կմնա Միլանի Ինտերում։ Այս մասին հայտնել են իտալական լրատվամիջոցները, երկարաձգումը թույլ կտա Ինտերին պահպանել կիսապաշտպանության կառուցվածքի շարունակականությունը միաժամանակ հեշտացնելով անցումային գործընթացը, քանի որ ակումբը աստիճանաբար ձևավորում է իր կազմը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ծանուցում գազի, նավթի եւ ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ, եթե Երևանը միանա ԵՄ-ին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իրանը եւ Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգ մշակելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին Ռուսաստանի անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով երկու երկրները որպես հարակից պետություններ քննարկում են նեղուցով անցման նոր մեխանիզմի ձևավորումը։ Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային նավթի զգալի մասը։ ԱՄՆ-ն որոշել է զգալիորեն կրճատել Եվրոպայում տեղակայված ռազմական ուժերի թիվը։ Wall Street Journal-ի տվյալներով ամերիկյան զորքերի մի մասը տեղափոխվելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Չինաստանի զսպման ռազմավարության շրջանակում։ Խոսքը վերաբերում է Եվրոպայում ռազմական ներուժի մինչև 1/3-ով կամ նույնիսկ կեսով կրճատմանը, կախված զորատեսակից։ Փոփոխությունները կանադառնան ռազմավարական ռմբակոծիչների, հեռահար հարվածային ուժերի եւ օդային լիցքավորման ինքնաթիռների տեղակայմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի Եվրոպայում գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է. ԱՄՆ-ն մոտ ապագայում ամբողջությամբ չի հեռացնի զորքերը Եվրոպայից։ Հնդկաստանը հայտարարել է չի պատրաստում դադարեցնել Ռուսաստանից զենքի ներմուծումը։ Հնդկաստանի խորհրդանի վերին պալատի անդամ Մետիլեշ Կումարը նշել է. Նյու Դելին երկար տարիներ հաջող տեխնիկական համագործակցություն ունի Մոսկվայի հետ։ Նրա խոսքով Հնդկաստանը շարունակում է ռուսական զենքի գնումները եւ երբեք չի դադարեցնի այդ գործընթացը։ Նա նաեւ ընդգծել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին վարում է անկախ քաղաքականություն։ Բացի այդ, Հնդկաստանը ծրագրում է տեղայնացնել ինչպես ֆրանսիական Ռաֆել, այնպես էլ ռուսական Սուխոյ կործանիչների եւ անօդաչուների արտադրությունը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Մեծ Բրիտանիա եւ Լեհաստանի միջև ստորագրվելիք պաշտպանական համաձայնագիրը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով փաստաթղթում Մոսկվան բացահայտորեն ներկայացվում է որպես ռազմավարական սպառնալիք Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի համար։ Տուսկը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կենտրոնանալու է ռուսական սպառնալիքի պայմաններում անվտանգության ապահովման վրա։ Լեհաստանի վարչապետը նաեւ ընդգծել է, որ սա կարևոր շրջադարձային կետ է եվրոպական անվտանգության քաղաքականության մեջ։ Վարշավան փորձում է ամրապնդել երկկողմ պաշտպանական կապերը հիմնական դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի մեխանիզմներին զուգահեռ։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է Պեկինը կտրականապես դեմ է Կուբայի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձի։ Նրա խոսքով Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը եւ դեմ է ուժի սպառնալիքին։ Մաո Նինգը ընդգծել է. Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային իր անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում։ Նա նաեւ հայտարարել է Պեկինը չի հանդուրժում այլ երկրների ներքին գործերին միջամտությունը։ Չինական կողմը կոչ է արել բոլոր պետություններին պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանից հրթիռ է արձակվել դեպի հյուսիսային Իսրայել։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով հրթիռն ընկել է բաց տարածքում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մի քանի շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Եվրոպան ապագայում կարող է բախվել այնպիսի սպառնալիքների, ինչպիսին այժմ ունեն Բալթյան երկրները։ Նրա խոսքով անօդաչու թռչող սարքերի ներխուժումները կարող են դառնալ ընդհանուր եվրոպական խնդիր։ Նա նշել է, այնինչ այսօր զգում են Բալթյան երկրները, վաղը կարող է լինել ամբողջ Եվրոպայում։ Նա ընդգծել է, Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել անվտանգության համակարգը։ Հայտարարությունը հնչել է Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի տեղափոխմամբ կասկածվող նավակի։ Պենտագոնի հարավային հրամանատարության տվյալներով գործողության արդյունքում սպանվել է 1 մարդ, իսկ 2-ը ողջ են մնացել։ ԱՄՆ կողմը տեղեկացրել է ափային պահպանությանը փրկվածներին որոնելու համար։ Զինվորականների խոսքով նավը շարժվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով։ Հետախուզական տվյալները ըստ հայտարարության հաստատել էին նավակի ներգրավվածությունը ապօրինի գործունեություններում։ Հյուսիսային Կորեայում փորձարկվել են նոր բազմաֆունկցիոնալ հրթիռային համակարգեր։ Հաղորդվում է, փորձարկումներն անձամբ հետևել է նախագահ Կիմ Չեն Ընը։ Ստուգվել են մարտավարական բալիստիկ հրթիռների մարտագլխիկները, 240 մմ կառավարվող հրթիռների նավիգացիոն համակարգերը եւ արհեստական բանականությամբ կառավարվող թևավոր հրթիռների ճշգրտությունը։ Կիմ Չեն Ընը արդյունքները գնահատել է որպես կարևոր տեխնիկական առաջընթաց բանակի համար։ Նոր հրթիռային համակարգերը նախատեսվում է օգտագործել հարավային սահմանների մոտ տեղակայված ստորաբաժանումների կողմից։ Հայաստանի թանգարանների աշխատակիցները ատեստավորման արդյունքում կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս տարվա հուլիսից ակնկալվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 50% աճ, ամսական մինչև 200,000 դրամ։ Հանրապետության օրվա նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 28-ին 09:30-ից, պաշտոնական մեկնարկը 10:00-ին։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ընտրակաշառքի հետ կապված գործի շրջանակում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են ձերբակալվել, այս առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են։ Ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի արխիվ կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ տնային կալանքը։ Ռուսաստանաբնագործարար եւ հասարակական գործիչ Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է նոր ուժ կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի եւ միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։ Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում, ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք, ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ, հայտարարել է Սողոմոնյանը։ Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկվել է ձգձգվող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է։ Այս մասին ասել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում։ Նա Բաքվում իրականացվող դատավարությունն անվանել է հաշվեհարդարի դատավարություն։ Կարծում եմ հանրության համար էլ հասկանալի կլինի։ 2-3 ամիս եւ որ մենք այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի։ Պաշտպանության նախարարությունը հերքել է վաղը մարզերից եկող ճանապարհները փակ չեն լինելու։ Համացանցում կեղծ տեղեկություններ են տարածվում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու։ Հայտնում ենք, որ նշված նապատեղեկատվությունն է հանրապետության հրապարակում, սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին, ասված է հաղորդագրությունում։ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Մոսկվան այդ մասին զգուշացրել է Երևանին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը մի շարք փոփոխություններով։ Առկա էին գաղափարական թերություններ։ Պաշտպանության նախարարությունն այսպես է հիմնավորել, թե ինչու են փոխել բանակի զինանշանը։ Նոր զինանշանի վրա պատկերված է Նիկոլ Փաշինյանի առաջարկած քարտեզը առանց Արցախի Հանրապետության։
Հայաստանը նոր վարկ կվերցնի համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին։ 170.3 միլիոն եվրո վարկի գումարով կբարելավի տնտեսական մրցակցության մասին օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռվեն ներդրողներին։ Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները, կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները։ Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը, բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։ Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3.7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Մայիսի 26-ին Հայաստանի արտահանվել Ադրբեջանում արտադրված ապրանք, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Հայաստան է ուղարկվել շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված պոլիստիրոլային փրփուրե տախտակներ, 1 տոննա 497 կիլոգրամ ընդհանուր քաշով, 5911 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որը որակվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն։ Վարորդական իրավունքի զրկվածների Նիկոլ Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով 1 տարվա փորձաշրջան 6 տուգանային միավորով։ Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական 13 միավոր, վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խմացության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։ Մայիսի 29-ին ժամը 19:00-ին Արագածոտնի Թեմի Չկնակ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի Թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունն ու աղոթքը։ Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության հայրենիքի, բարօր ընթացքի և ամենքի համար, հայտնել են Արագածոտնի Թեմից։ Մայիսի 27-ին ժամը 08:30-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ըստ ախտական տվյալների գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ 2 անձինք վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանին դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Մենք արդեն պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները զգան պատերազմի հետևանքներն իրենց առօրյա կյանքում, նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 28-ի ցերեկը 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ից 30 շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին 28-ի գիշերը 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ից 28-ը կբարձրանա 3-ից 5 աստիճանով, 29-ից 30-ի ցերեկային ժամերին կնվազի 6-ից 10 աստիճանով։ Երևանում մայիսի 28-ի երեկոյան 29-ից 30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Մայիսի 27-ին 28-ի գիշերը 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։